Մինչ Հարավային Կովկասում նոր ուժային վերադասավորումներ են տեղի ունենում, Հնդկաստանն ու Հայաստանը խորացնում են պաշտպանական կապերը, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների եւ փոխադարձ սպառնալիքների վրա, գրում է ET Government պարբերականը։ Հնդկաստանի պաշտպանական դիվանագիտությունը, որը ժամանակին սահմանափակված էր չմիավորման իր ավանդական քաղաքականությամբ, այժմ ընդլայնվում է նպատակային գործընկերություններով, որոնք համատեղում են ազգային շահերը հիմնարար համագործակցության հետ։ Ոչ միտեղ դա այնքան ակնհայտ չի արտահայտվում, որքան Հայաստանում հետ կոնֆլիկտային շրջան ապրող երկրում։ Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանն ընդգրկվել է Հնդկաստանի զենքի խոշորագույն գնորդների եռյակում Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ միասին, ինչը կտրուկ տեղաշարժ է արձանագրել հնդկական պաշտպանական արտահանման ոլորտում։ Հնդկաստանի ռազմավարական ուղղությունը դեպի Հայաստանի բարոյական հստակություն ձեռք բերեց Սինդուր գործողության ժամանակ, մինչ Նյու Դելհին իրականացնում էր անդրսահմանային ահաբեկչական սպառնալիքները չեզոքացնելու իր ճշգրիտ ռազմական արշավը, Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչը զարմանալի չէ, համախմբվեցին Պակիստանի շուրջ։ Հայաստանը ընդհակառակը կանգնած էր Հնդկաստանի կողքին։ Սինդուր գործողության ժամանակ կանգնելով Հնդկաստանի կողքին, Հայաստանն էլ ավելի ամրապնդեց իր դերը որպես գործընկեր, որը հասկանում եւ հարգում է Հնդկաստանի անվտանգության խնդիրները։ Հայաստանի աշխարհագրական դիրքը նրան դարձնում է ավելին, քան պարզապես անվտանգային գործընկեր։ Երկիրը կարևոր հանգույց է Հնդկաստանի ավելի լայն ռազմավարության մեջ կապեր ապահովելու համար, քանի որ Ռուսաստանի միջոցով դեպի Եվրոպա ավանդական ցամաքային ուղիները խաթարվել են Ուկրաինայի պատերազմի հետևանքով, իսկ Կարմիր ծովով ուղիները բախվել են անվտանգության սպառնալիքների, Հնդկաստանը ուսումնասիրում է այլընտրանքային տրանսպորտային միջանցքները։ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը, որը տեղակայված է Իրանի Չախ-Բեհար քաղաքում, ենթադրում է կապ Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով եւ այնուհետև դեպի Սևծով։ Սակայն Ադրբեջանի ձգտումը դեպի արտատարածքային այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, որը պետք է անցներ Հայաստանի Սյունիքի հարավային մարզով, վտանգում է այդ հայեցակարգը։ Եթե միջանցքն իրականություն դառնա ռազմական հարկադրանքի միջոցով, ապա այն կկոտրի Իրանի հետ Հայաստանի սահմանը, վտանգելով Հնդկաստանի մուտքը եւ Երևան եւ եվրոպական շուկա Սևծովով։ Այսպիսով Հայաստանի հետ Հնդկաստանի դաշինքը պարզապես բարոյական կամ պաշտպանական չէ, այն խորապես ենթակառուցվածքային է, առևտրի, լոգիստիկայի եւ տարածաշրջանային ազդեցության հետևանքներով։ Հնդկական պաշտպանական ընկերությունները նաև ուսումնասիրում են Հայաստանում համատեղ արտադրության հնարավորությունները, հատկապես հրաձգային զենքի, դիտարկման համակարգերի եւ մարտադաշտի կառավարման գործիքների ոլորտում։ Հայաստանը զինելով պաշտպանական հուսալի հնարավորություններով Հնդկաստանն օգնում է վերականգնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Այս մոտեցումը Հնդկաստանի ավելի լայն արտաքին քաղաքականության վեկտորն է, որը մերժում է շրջափակման առճակատումը, բայց ամուր աջակցում է ինքնիշխանությանը, կայունությանը եւ քաղաքակրթական կայունությանը։ Այն, որ Հնդկաստանը, ինչպես գրում են զանգվածային լրատվամիջոցները, արագացնում է զենքի վաճառքը Հայաստանին, վերլուծաբանների կարծիքով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի միջև աճող ռազմավարական մերձեցմանը հակազդելու ավելի լայն ջանքերի մի մասն է։ Եռակողմ գործընկերություն, որը մարտահրավեր է նետել Դելհիի տարածաշրջանային շահերին եւ բացահայտ աջակցել Իսլամաբադին նրանց վերջին անդրսահմանային հակամարտությունից հետո։ Դելհիի եւ Հայաստանի կառավարության միջև պաշտպանական կապերն անշեղորեն ամրապնդվում են 2020 թվականից, ինչին նպաստում են ընդհանուր ռազմավարական շահերը եւ արևմտաասիական երկրի աստիճանական նահանջը Ռուսաստանից սպառազինության իր ավանդական մատակարարից։ Հնդիկ վերլուծաբաններն ասում են, որ այս փոփոխությունը վկայում է ավելի խորը աշխարհաքաղաքական մրցակցության մասին, որը տեղի է ունենում ամբողջ Եվրասիայում, որտեղ դաշինքները վերակառուցվում են Ուկրաինայում պատերազմի սկսվելուց եւ տարածաշրջանային այլ հակամարտություններից հետո։ Ռուսաստանը տարիներ շարունակ եղել է Հայաստանի զենքի խոշորագույն մատակարարը, սակայն հարաբերությունների վրա բացասաբար է ազդել այն, որ Երևանը բացահայտ չի աջակցել Մոսկվային Ուկրաինայի դեմ պատերազմում, ասում են փորձագետները։ Այդ ժամանակից ի վեր Հնդկաստանն է դարձել Հայաստանի զենքի խոշոր մատակարարը։ Հնդկաստանի կողմից հրթիռների վաճառքը ըստ երևույթին ուղղակի պատասխան է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վերջերս Պակիստանին աջակցությանը եւ Հայաստանին զինող երկրների քննադատությանը։ Ռուսաստանը, սակայն, դժվար թե առարկի Հայաստանի հետ Հնդկաստանի աճող պաշտպանական կապերի դեմ։ Հնդկաստանը եւ Ռուսաստանը ավանդաբար դաշնակիցներ էին, եւ Դելհին Պակիստանի հետ իր սահմաններին տեղակայեց ռուսական արտադրության S-400 հրթիռային համակարգեր, որոնք, ինչպես ենթադրվում է, պաշտպանում են հնդկական քաղաքները հյուսիսային եւ արևմտյան շրջաններում պակիստանյան ավիացիայի հարվածներից։
Հայաստանի հետ Հնդկաստանի գործընկերությունն ունի ավելի լայն ռազմավարական հետևանքներ, բացի Երևանի պաշտպանունակության բարելավումից, դա թույլ է տալիս Հնդկաստանին ընդլայնել իր ազդեցությունը հարավային Կովկասում, որտեղ նա բախվում է Ադրբեջանին աջակցող թուրքական եւ պակիստանյան դաշինքների հակազդեցությանը, դրանով իսկ ամրապնդելով Դելիի որպես եվրասիական տարածքում խոշոր խաղացողի դիրքերը։ Իսկ ահա Թուրքիան դարձել է Միացյալ Նահանգների ամենամեծ զենքի մատակարարը։ Պատկերը հետևյալն է՝ գերտերությունների ռազմական պոտենցիալի ակտիվությունը աճեցնում է աշխարհաքաղաքական խաչմերուկում բախումների հավանականությունը։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։